Եվրամիության դեսպանի հայտարարությունը եւ սուր քաղաքական գնահատականները։ Պավել Հերչինսկու խոսքով չի կարելի թույլ տալ, որ հյուրընկալ վրացի ժողովուրդը վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, ծանր կյանքի եւ կոռուպցիայի մութ ժամանակներ։ Հերչինսկու հայտարարությամբ Վրաստանը կանգնած է խաչմերուկում, նրա ապագան դեռ գրված չէ, սակայն այն, ինչ կվճռվի առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, կորոշի պատկանում է արդյոք Վրաստանը եվրոպական երկրների ընտանիքին։ Նրա խոսքով Եվրամիությունը ընտրություն է կատարել, երբ Վրաստանին տրամադրել է թեկնածուի կարգավիճակ, սակայն այժմ ցավոք Վրաստանն այլևս ճիշտ ուղու վրա չէ։ Հերչինսկու այս հայտարարությունը տարածել է Net գազեթը։ Պավել Հերչինսկու հայտարարությանը արձագանքել է Շալվա Պապուաշվիլին։ Խորհրդարանի նախագահը սոցիալական ցանցում գրել է. «Վրացի ժողովրդի իրական դեմքը հստակ երևաց 2024 թվականին։ Սա ժողովուրդ է, որը ինքն է որոշում իր ճակատագիրը եւ պաշտպանում է իր արժեքները։ Ժողովրդին տեսանք պատրիարքի հրաժեշտի օրերին։ Ժողովրդին կրկին կտեսնենք մայիսի 17-ին միասնական եւ ամուր։ Այս ֆոնին Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու կողմից ժողովրդի մասին խոսելը ոչ միայն անտեղի է, այլ նաեւ քաղաքական ցինիզմի դասական օրինակ։ Ճիշտ է, պարոն Հերչինսկու համար վրացի ժողովրդի անցյալը մութ էր, սակայն եթե մեր պատմության մեջ իսկապես մութ ինչ-որ բան եղել է, դա եղել է օտար ուժերի մշտական փորձը մեզ գրկելով խեղդելու։ Այդպես էր նախկինում, այդպես է նաև այսօր։ Մեզ բռնության մասին խոսում են նրանք, ովքեր իրենք են հրահրել հոկտեմբերի 4-ի բռնությունը։ Մեզ քաղաքացիական պատերազմով վախեցնում են նրանք, ում ֆինանսավորմամբ գործում են եկեղեցու, պետության եւ մարդու արժանապատվության վրա հարձակվող խմբերը։ Մեզ աղքատության մասին խրատում են նրանք, ովքեր մեզ ներքաշում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմում եւ մեզ դատապարտում տնտեսության քայքայման ու աղքատացման, իսկ մութ անցյալի մասին խոսում են նրանք, ովքեր ստի ու նենգության միջոցով փորձում են արդարացնել այն ռեժիմը, որի ժամանակ մարդու իրավունքների խախտումը, ռեկետը եւ խոշտանգումները դարձել էին պետական քաղաքականություն։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ զրուցել է պետական նախարարի թեկնածու եւ պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մամուկամ Դինարաձեն իմեդի հեռուստաընկերության եթերում։ Նրա հայտարարությամբ նախապես հաշվարկված էր, որ ինքը միայն ժամանակավորապես կղեկավարի պետական անվտանգության ծառայությունը։ Նրա խոսքով որոշակի հանգամանքների եւ թիմի խնդրանքի պատճառով համաձայնել է այդ պաշտոնին նշանակվել։ Իսկ այժմ կփորձի նոր պաշտոնում ավելի ամրապնդել իրավապահ գերատեսչությունների դրական դինամիկան։ Դինարաձեն հիշել է նաև 2024 թվականի ցույցերի ժամանակ իրավապահների կողմից արձանագրված խախտումների դեպքերը եւ նշել, որ նոր պաշտոնում կաշխատի նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ եւ ավելի մեծ ուշադրություն կդարձնի այդ հարցերին, որպեսզի առանձին իրավախախտումները չվնասեն այն մեծ աշխատանքը, որը իրավապահները հերոսաբար կատարում են։ Նրա հայտարարությամբ պետական անվտանգության ծառայությունում ընթանում է հետաքննություն գործով, որտեղ առկա են մի շարք ձայնագրություններ Իգոր Բլաժևիչի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Իգոր Բլաժևիչը Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի առաջնորդներից մեկն է։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությամբ նա ընդդիմությանը անցկացնում է թրեյնինգներ եւ քննարկում հեղափոխական սցենարներ։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները շարունակվում են։ Մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերը սուր փոխադարձ մեղադրանքների եւ կոչերի կենտրոն են։ Առավոտից հերթական հայտարարությունն է տարածել Միխեիլ Սաակաշվիլին, որտեղ կարդում ենք. «Պետք է դադարեցնենք ռեժիմի կողմից ուղարկված սուբյեկտներից գումար ստանալը իբր աննշան կոմպրոմիսների դիմաց։ Պետք է դադարեցնենք անձնական հաշվեհարդարները եւ թիրախավորենք Վրաստանի պատմության ամենակործանարար, ցինիկ եւ դաժան ռեժիմը ու ժողովրդի հետ միասին այն ուղարկենք մոռացության», գրել է Միխեիլ Սաակաշվիլին։ Ի պատասխան Թամար Չերգոլեիշվիլին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սաակաշվիլին այլևս ոչ ոքի չի հետաքրքրում, իսկ համաձայնությանը միանալը կամ այն լքելը կամավոր է։ Ազգային շարժումը չի բացառում ընդդիմադիր դաշինքը լքելը։ Նրանց խոսքով անընդունելի է ցանկացած հարձակում քաղաքական բանտարկյալների վրա, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրենց առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին։ Կուսակցությունում նշում են, որ ընդդիմության դաշինքին անդամակցելու որոշումը ընդունվել էր ոչ միայն Սաակաշվիլիի մասնակցությամբ, այլև նրա նախաձեռնությամբ։ Իշխանական թիմում այս հակասությունների համար չեն զարմանում, որտեղ ասում են, որ նախապես գիտեին, որ դաշինքը երկար չէր կարող պահպանել միասնությունը։ Գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է նոր պետական ծրագիր։ Նշվել է, որ նպատակն է ձևավորել միասնական, ինտեգրված, թափանցիկ եւ արդյունքների վրա կենտրոնացած համակարգ։ Շահառուների ընտրությունը կիրականացվի նախապես սահմանված չափանիշներով։ Կներդրվեն ժամանակակից գործիքներ եւ մեխանիզմներ։ Միջոցառումը բացել են վարչապետը եւ գյուղատնտեսության նախարարը։ Ասվել է, որ համաֆինանսավորման ծրագրի բարելավումը կնպաստի ոլորտի զարգացման
կառավարման նոր փուլին անցնելուն։ Վարչապետի խոսքով հենց պետական աջակցության ծրագրերի արդյունքն է, որ 2012 թվականից հետո գյուղատնտեսական արտադրանքը կրկնապատկվել է, իսկ ագրոարտահանումը աճել է 2.5 անգամ։ Վարչապետը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցությունը և երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան։ Ուշադրություն է դարձվել պաշտպանության ոլորտում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցերին։ Քննարկվել են համատեղ կարևոր նախագծերը։ Ընդգծվել է տարածաշրջանի կարևոր դերը միջազգային գործընթացներում։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ 8 իրանցի կանանց, որոնց Իրանում պետք է մահապատժի ենթարկեին, այլևս չեն սպանի։ Ամերիկայի նախագահը սոցիալական ցանցում գրում է, որ նրանցից 4-ը անմիջապես կազատվեն, իսկ մյուս 4-ը կդատապարտվեն մեկամսյա ազատազրկման։ Շատ եմ գնահատում այն, որ Իրանը և նրա ղեկավարները հարգեցին իմ, որպես Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքը և դադարեցրին նախատեսված մահապատիժը, գրում է Դոնալդ Թրամփը։ Ամերիկան Իրանի հետ համաձայնության հասնելու համար հստակ ժամկետ չի սահմանել։ Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքով Թրամփը պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կշարունակի իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակումը։ Քերոլայն Լևիթը նշել է, որ գործողությունը արդյունավետ և հաջողությամբ է ընթանում։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երկու նավի ձերբակալումը չի համարում հրադադարի խախտում։ Ռուսական և իրանական ծովային նավթին վերաբերող պատժամիջոցների կասեցումը 30 օրով երկարաձգվել է այն երկրների խնդրանքով, որոնք Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակման պատճառով նավթի պակաս են զգում, հայտարարել է Ամերիկայի գանձապետարանի քարտուղարը։ Սքոթ Բեսենթը նշել է, որ անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպման ժամանակ նման խնդրանք է ստացել մոտ 10 երկրի ներկայացուցիչներից։ Ավելի վաղ նա ասում էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի երկարաձգելու ռուսական և իրանական նավթի նկատմամբ ժամանակավորապես մեղմացված պատժամիջոցների ժամկետը։ Ուկրաինայի հարցով բանակցությունները չեն կարող սպասել Իրանի շուրջ պատերազմի ավարտին, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների հետ տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն այս փուլում նա չի տեսնում դեմառդեմ հանդիպման հնարավորություն։ Ուկրաինայի նախագահը որպես մարտահրավեր է գնահատել նաև այն, որ ամերիկացի բանակցողների նույն թիմը աշխատում է ինչպես Իրանի, այնպես էլ Ուկրաինայի ուղղությամբ։ Նրա խոսքով ներկայումս ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա, սակայն Ուկրաինան չպետք է մոռացվի։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատվիրակության հետ գտնվում է Պեկինում։ Հանդիպումներ են անցկացվում Չինաստանի կառավարության ներկայացուցիչների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Ստորագրվել է արձանագրություն Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Մարիամ Քվրիվիշվիլին զրուցել է խոշոր էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև նախարարի հանդիպումները Չինաստանի ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի փոխնախագահի հետ։